Ինչպես մարդկային սերը կարող է հաղթել անգամ տիեզերքի օրենքներին։ Խիտ ու առեղծվածային անտառի եզրին, որտեղ լճի ջրերը հանդիպում էին երկնքին, ապրում էր մի աղջիկ։ Ամեն օր մայրամուտին նա գնում էր լճապ, նկարելու օրվա վերջին շողերը։ Մի օր, երբ արևը հպվեց հորիզոնին և երկինքը ներկվեց ջերմ ոսկեգույն ու սառը լազուր երանգներով, լույսի մեջ ծնվեց մի տղա։ Նա մայրամուտի ոգին էր, ով ապրում էր միայն այդ կարճատև ակնթարթներում։ Նրանք սկսեցին հանդիպել ամեն երեկո։ Նրանց տրված էր ընդամենը 15 րոպե, մինչև արևը վերջնականապես կսուզվեր խավարի մեջ։ Տղան պատմում էր նրան հավերժության և աստղերի մասին, իսկ աղջիկը սովորեցնում էր նրան մարդկային կարոտի ցավը։ Երբ նրանք փորձում էին գրկել միմյանց, աղջիկա ձեռքերը անցնում էին տղայի լուսե մարմնի միջով, ինչպես օդի միջով։ Բայց մոտենում էր դաժան ձմեռը։ Օրերը կտրուկ կարճանում էին, իսկ ոգու գոյության ժամանակը սպառվում։ Մի ցուրտ երեկո նա հայտնվեց որպես հազիվ նշմարվող թափանցիկ ստվեր։ Նա տխուր ժպտաց և շշնջաց, որ սա իրենց վերջին հանդիպումն է, և աղջիկը պետք է մոռանա իրեն։ Տղայի մարմինը սկսեց վերածվել լուսե փոշու։ Հրաժարվելով համակերպվել ճակատագրի հետ, աղջիկը արցունքն աչքերին վազեց դեպի անտառի խորքը, հնագույն կենաց ծառի մոտ։ Նա ընկավ ծնկների վրա և կատարեց աներևակայելի մի զոհաբերություն։ Նա խնդրեց կիսել իր կյանքի մնացած տարիները ոգու հետ, տալով նրան իր սեփական շնչառությունն ու ժամանակը։ Նրա կրծքից պոկվեց մի ոսկեգույն լույս և խառնվեց ծառի արմատներին։ Կախարդանքը գործեց։ Հաջորդ առավոտյան արևածագի շողերի ներքո աղջիկը զգաց մի տաք հպում։ Տղան կանգնած էր նրա կողքին։ Այս անգամ նա ուներ իրական ստվեր, իսկ նրա ձեռքերը կենդանի էին ու ջերմ։ Նրանք ընդմիշտ մնացին միասին, ապացուցելով, որ իրական սերը ժամանակ չի ճանաչում։